Օրկանի խնդալու պատմություն է։ Հնգորս հետ գնացել էի կալում է խմելու, վերջը նենց խմած էի, որ արդեն կյանքից էի փիլիսոփայում, ընկերս էլ, դե ինքը բարմեն է, խոսում էինք, ասի, ապե, քո գործը ինձ բեսամ դզում է, սովորացրա, ասամ, դավայ, տենց սովորացրեցի, կես տարի մի քիչ ավետ։ Вообще խմիչքի հետ աշխատանք, մարդկանց հետ շփում ու ոնց իմ տեսանկյունից ոնց ես տեսել եմ, բառը եկող մարդկանց համար բարմենը բավականին ավտորիտետով մարդ է, այսինքն թե հարգանքի կողմից, թե խորհուրդ լսելու կողմից, թե խնդալու մարդ է, ինձ կխնդացնի, ինձ կլսի խոսքի։ Հա, էներգիա տարա, բայց դա ինձ թվում է դու էներգիա կստանաս հաճախորդից։ Здрасте, Жень. Как ты? Մեր պովերներ։ Համ դու ես տանում, համ դու ես տալիս։ Հետաքրքիր կոնկրետ զրույցներ դժվար կանեմ հիշում, որովհետև շատ թեթև, տենց հավաքվում է։ Հետաքրքիր հաճախորդներ ունեմ, որ մտնում են բար, հերվից ես տեսա, всё։ Իմացա կայֆ ֆոտո անցնելու խոսքի այսօր։ Ու շատ են ու շուշուտ են գալիս։ Մինչև ես բարում աշխատելու, այդ ընկերոջս բարում էի աշխատում, այնտեղ տենց շատ աբարոտ չկար, տենց շատ մարդ չեն գալի, տենց մեկ-մեկ, տենց քիչ, մոտիկություն, ընկերություն, ավելի շատ մոտիկ շրջապատ էր հավաքվում այդ բարում, ու ոնց որ դու ավելի հանգիստ ես քեզ զգում, որ հա պիկա, հա գործ ես անում, հա լարվածություն պետք է լինի, բայց որ ընկերության շրջապատում ես, այդ մի քիչ լարվածություն ոնց որ կորոմա կա, ասես մի քիչ հանգիստ անցկացնես այդ ամեն ինչը, մեկին ասես ապե լավ դե սպասի Ես մեկի պատվերը տամ հետո քեթև ատմոսֆերա էր ու ոնց որ դրա վրա սովորել եմ, եկել եմ այստեղ արդեն ոնց որ լարվածություն չկար շատ մարդկանց դեմ աշխատելու էլի։ Դե մարդուց է կախված։ Եթե այդ նպատակով է, հա ինքը կստանա բնականաբար այդ վերաբերմունքը, այսինքն հաճելի միջավայրում կնստի, հաճելի խմիչք համով կխմի։ Ոնց որ աշխատում ենք իշքան հնարավոր է բոլորին էլ ուշադրություն դարձնենք, որ ինչ-որ մեկը իրան լքված ընդհանրապես չզգա էլի, որ չգա ուգլում նստիս նեղված բան, աշխատում ենք, սաղին ուրախացնենք, սաղի հետ շփվենք։ Բնականաբար բարմենը պատասխանատվություն ունի իր ասմենին, ամեն ինչի պատասխանատուն բարմենն է ի սկզբանե։ Գալիս ես, չգիտեմ, տարախում ես, դրանց չենք թողում բարումը, միանգամից հանում ենք։ Բայց որ խոսքի նստել է, դու եկել է, գնացել է, հաճելի շփվել է, ես բան չեմ ասի բնականաբար։ Դե հիմնականում գլխավոր օրենքը այն է, որ դու օքեյ եկել ես հանգստանաս, լավ ժամանակ անցկացնես, բայց ուրիշի զոնայի մեջ արդեն մի մտի, որ ուրիշի հանգիստը մի խափանի։ Կամ ինձ թվում է ամենակարևոր օրենքը դա է։ Բնականաբար մասաների, սուբկուլտուրաների տարբերություն կա, ու ոչ հաճելի սուբկուլտուրան պատահում է, որ մտնում է բառեր ու ուրիշների հանգիստը խանգարում է։ Ես խորհուրդ կլսեմ, բայց ես ավելի շատ այդ խորհուրդը կընդունեմ, կպահեմ մտքումս, եթե պետք է օգտագործեմ, բայց ավելի շատ ես ինքս մտածածով կլինեմ։ Դա աշխատանք բնականաբար փող ես աշխատում։ Արվեստ նույն խմիչքների հետ փորձարկումներ, ինչ-որ էքսպերիմենտներ, sense համով կլինի, sense սիրուն կլինի, տենց արվեստի կողմից, տենց այդ տեսանկյունից, sense ես բաներ խառնեմ համով կլինի, թե ինչ լավ դե բեր փորձեմ կստացվի, տիպը դզեց մենյու կավելացնեմ, խոսքի հա դզեց համով է, բայց տեսքը մի քիչ դուրս չի գալի, մի քիչ աշխատեմ տեսքը սիրունանա, տենց ավելի շատ թիթեռներ փորի մեջ, տենց դզեց, ես մարդուն հաճույք պարգևեց, այս ճանապարհով։ Ու այդ է որ քո հորինած կոկտեյլն է, այդ ավելի շատ արժի, շատ ռանդոմ, ասես պայտակ սենց խփում է գլխիդ, ասում ես արժի փորձել էլի, փորձում ես համով է, դավայ գնաց։ Տենց մի երկու հատ հորինել եմ, մի հատը մենյուի մեջ հիմա կա, ոչ ալկոհոլային խմիչք կա, ոչ ալկոհոլային այն իմաստով, որ հիմնականը ջինը, ոչ ալկոհոլային ջինը օգտագործում եմ, Ես տեղ համ ռելաքս եմ ապրում, համ աշխատում եմ, համատեղելով ատեն ստացվել, աշխատանքի վայրից է կախված, թե դու աշխատանքից հաճույք ես ստանում, ես թվում է միաժամանակ է ռելաքս ես ապրում քո աշխատանք։ Երբ որ լավ աբարոտ արեցիր, մի սեղան աղջիկ 3 հատ համար թողեցին քեզ, տենց եղել է։ Սաղ ուրախ են, սաղ գուլատին անում, տխուր մարդ չկա զանում, ես թվում է այդ մտածելակերպը դժվար փոխել, բայց խորհուրդներից թեթևանալ բանման, դաժե հաճախորդը նենց
խորհուրդներ այնց տվել, որ թեթևացել եմ խոսքի շատ մտածելուց շատ բաներից։ Խոսալուց մեկը մյուսին էմոցիա պարգևեց, ինձ թվում է դա։ Չգիտեի, իմացա, չիմացակ սովորեմ կիմանամ, տեղ վատս գալու բան չեմ տեսնում։ Ուրբաթ շաբաթ օրեր, քանի որ կարաոկե իվենթ է մինչև 3-ը, մնացած օրերը մինչև 1-ը։ Թես կորձինալ, որ ազդի չէ, քնելու ժամերի մի քիչ խափանում կա, գործից հետո քնում ես, մեկ է առավոտ 2-ին ես խոսքի զարթնում, եթե։ Մի քիչ ինձ թվում է ընդհանուր հասարակության տեմպից մի թեթև գցում է, բայց ամեն մարդ իրարից մնում։ Ես ընդհանուր միջինացված հասարակության ռեյթն էի ասում եմ։ Առավոտին ինձ զարթնեցիք, 10-ին քնեցիք, իմ ռեյթի մասը։ Զարթնում եմ 1-ի 2-ի կողմերը, տանը շատ բան չունեմ անելու, հետաքրքիր չի տանը պրոստը նստել մենակ լռության մեջ։ Որ ավելի շատ հասարակության մարդ եմ, էլի, ես ավելի շատ շփում եմ փնտրում։ Տանը բան չկա անելու, տարագակ առավոտյան գործերի հիգիենա, սնունդ բանն է, դուրս եմ գալի։ Գործի եմ, շուտ եմ գալի գործի, ինձ պետք է կան պատրաստություններ ես տեսնում եմ ու հիմա նստում հանգստանում։ Գործի չեմ, դուրս եմ գալի, քայլում մարդկանց հանդիպում։ Սովորելու հետ, քանի որ հեռակա եմ նախորդ արդեն մտածված, ինձ ավելի շատ սիմպաթիզիրված է հեռակա սովորելը։ Ավարտելու ու գիտելիք ստանալու մեջ տարբերություն չկա առկա հեռակա, ես թվում է։ Դասը սկսում եմ 1:30, վերջանում զնգանց 6:30։ Այսինքն դա ոչ քնից է խանգարում, ոչ աշխատանքից, շատ պրոբլեմ չեմ տեսնում դա մեջ։ Ժողովրդի ֆինանսներ բաժին։ Սովորում եմ, փորձում եմ ինչ-որ ինձ պետքական բաները քաղել, որ ապագայում ինձ պետք կգան։ Հիմնականում հաշվապահական աշխատանքներ, ֆինանսական ինչ-որ ռիսկեր, բան այդպես հաշվարկում։ Այդ չգիտեմ, դեռ այդ մի քիչ ոնց որ տրիգերող հարց է ինձ մի քիչ, որովհետև շատ է դուրս գալի երկար վաղտ եմ ուզում աշխատեմ, բայց երկար վաղտ ոնց որ այդքան է չի լինի ինձ թվում աշխատել բառը։ Եթե շարունակվի արդեն բառ բացել, այդ բառը աշխատացնել, լավացնել, կամ вообще խոսքի ուրիշ երկրում բառ բացել։ Այդ հեռանկարը ինձ ավելի շատ է սիմպաթիզերված անում, բայց դե պլյուս մինուս հա Նույն ստոյկի դեմը 10 տարի դժվար ձգեմ էլի։ Բացման վաղտ լռությունը, ընթացքում աղմուկը բնականաբար։ Բացման վաղտ ոնց որ հանգստություն պերեդը բուրի էլի։ Բայց բուրյան սկսում է այդ աժոտաժ բան խնդալ, խոսալ բան։ Էդ էլ է կարևոր ու հաճելի։ Սովորել կոնկրետիզացում չեմ կարողամ, տենց որ հենց կոնկրետ ինչ-որ դասեր քաղել ինչ-որ մարդկանց բաներից, բայց բնականաբար տեսել եմ խոսքի ամեն ինչ համար էլի, ինչ-որ դրամաներ, տարբեր սիտուացիաներ խոսքի մարդկանց իրար մեջ, ընդհանուր ինչ-որ անծանոթների իրար մեջ խոսքի շփվեն։ Իրաստապացնել չէ, ավելի շատ հետաքրքրություն է, սենց էլ ալնում։ Հիշեմ, թե բարդություն տեսած չէ։ Մի հատ նա որ ավելի շատ ոչ թե բարդ է, այլ ոչ հաճելի կոկտեյլ ունենք, հենց բարի հորինած կոկտեյլներից է, որ հատուկ սառույց կա, որ ինգրեդիենտները լցրեցիր ու այդ երկու հատիկ սառույցը գցեցիր, պետք է այնքան շեյք անես, որ ինքը հալվի։ Այդ ընթացքում լավ սառմած ձեռները դաժե մխկտալու կարգել, դե լայֆհակ կա խոսքի ձեռները չսարցնես սրբիչով շեյք անես այդ ամեն ինչ։ Բայց դե ձեռդ էլ ահոգնեմ, ու սկզբից չգիտեի որտես կարամ սրբիչով անեմ, լավ մատները սարցնում էի։ Շատ դիսկոմֆորտ է առաջացրել, քան թե բարդություն։ Հենց որպես դժվարություն խմիչք հորինելու մեջ, այդ արդեն մասնագիտություն է, միքսոլոգիա։ Մենք տենց շատ բարդ խմիչքներ հորինել բան չունենք, էլի, ինչ-որ easy mix-էր, 3-4 ինգրեդիենտ իրար խառնել, որոշ գրամով կեք տալ, որ հաճելի համ ստանաս։ Տենց բարդություն չկա, այդ արդեն մասնագիտություն է, միքսոլոգիա, որ ինչ-որ լավ բարդ համադրություններով խմիչքներ հորինել, իսկ մարդուն մի անգամից կարդալը այդ մի քիչ ավելի դժվար է, եթե համեմատենք խմիչքի հետ էլի, խմիչք հորինելու։ Կոնկրետ չէ, բայց մոտավոր ինչ-որ ինգրեդիենտներ հաստատ ինչ թվում է, այդպես ծակող համեր կան էլի, որ մի անգամից հասկանաս այսանից կամ էշ։ Կարաս գնաս կոնկուրենտ բար, խմիչքից ուզես մի անգամից ճոգես էդ իչան սարքել հորինել։ Ոնց որ կոկտեյլների մեջ հիմք ալկոհոլ կա, չէ՞, հիմնական։ Հիմքը ալկոհոլ, այսինքն որ իր հիման վրա արդեն մյուս ինգրեդիենտներն ես ավելացնում, ինչ որ կոկտեյլ է դուրս գալիս, այդ հիմնական ալկոհոլն է, ալկոհոլային մասն է կազմում, որ խոսքի
չգիտեմ, ալկոհոլ ու սիրոպներ, սոկեր, այդ արդեն իրար հետ կոկտեյլ ստեղծվեց։ Հիմնական ալկոհոլ է օգտագործել։ Մարդու մեջ է այդ հիմնական իշուր մաս կա ու արդեն շերտեր, ասենց ասած, ոնց է պոպոքի մեջ կա կորիզը ու շերտեր, մի քիչ շատ շերտեր, մի քիչ շերտեր։ Կորիզը մնում է նույնը, բայց շերտերը ավելանում են։ Իսկ սկզբանե դաստիարակությունից է դուրս գալիս, այսինքն կապ չունի ծնողի դաստիարակությունը։ Առաջին ինֆորմացիան է, առաջին մտածելակերպը, որ ստեղծվել։ Ու դրանից հետո արդեն ավելանալ, փոփոխվել տենց։ Երեխա ես, դու ոչ միայն ծնողներից տես ինչ-որ բան իմանում, ինչ-որ արտաքին աշխարհի մասին ինֆորմացիա ստանում էլ նաև դու մանկապարտ ես գնացիր, դպրոց գնացիր, ինտերնետ գոյություն ունի, ինտերնետ դուրս եկար, դու աշխարհտեսությունդ բավականին մեծ դիապազոն ունի ինֆորմացիան ստանալու համար էլ։ Ուշադրություն չեմ դարձնում աշխատում, ռելաքս ապրել, հետաքրքիր չի։ Ավելի շատ հետաքրքիր է, եթե զբաղմենին ես գիտեմ ինքը շատ լավն է, ինձ հետաքրքիր է ինքը ոնց է աշխատում, ոնց է ավելի էֆեկտիվ աշխատում։ Տենց մեկ-մեկ ստացվում է, բայց հիմնականում զուտ հանգստանալու ոչ մի բան չխորանալու մեջ։ Սիրելի կոկտեյլներ, տենց չեմ կարող կոնկրետ ասեմ, որովհետև միշտ լնում է մի հատ դուրս եկավ, ես իրան այնքան խմեցի, մինչև զզվում ուժի, անցա հաջորդին։ Դա շատ գլուխ չի անում, էլի, տենց խմիչքներից, առաջինը որ խմել եմ, այդ Յագերով Red Bull-ն է եղել, հատ խմեցի, հետո զզվելս եկավ, անցա White Russian-ին, White Russian էլ խմեցի, հիմա եկել եմ Negroni-ին եմ ասել։ Լավ որ Negroni-ն տենց շատ չի զզվացրել։ Ինքը 3 հիմք ունի, 3 ալկոհոլային հիմք ունի։ Ջին, Կամպարի ու Մարտինի Ռոսո։ Կարմիր վերմուտքած, հավասար քանակությունն է։ Նոր համ գտնել ավելի հետաքրքրացնել, վկուսավոր ռեցեպտորների հետ ինչ-որ ձև զարմացնել ավելի շատ։ Սենց համ էլ կարա ստանաս խոսք։ Կամ էլ ինչ-որ համ ստացար, մանկության համ հիշացրեց խոսքի։ Երաժշտությունը հանգստացնող է ինձ։ Երաժշտությունով կենտրոնանալուն եմ, երաժշտությունով հանգստանալ, երաժշտությունով տխրել, այսինքն լյուբոյ ասպեկտ իմ կյանքի երաժշտությունով է շարունակվում էլ։ Պատահական playlist-ով միացավ, ինքը լրիվ կարա իմ էմոցիան տանի այն կողմ։ Եթե իհարկե չփոխեմ էլ այդ երգը։ Ինչև էլ ուրախ տրամադրությունն է խոսքի։ Ուզում եմ ինչ-որ ակտիվություն բանվան, էլի նաուշնիկումս ինչ-որ ակտիվ երգ եմ դնում, ավելի էֆեկտիվ եմ սկսում աշխատել խոսքի, եթե աշխատանքի որ ասեմ։ Երաժշտությունից դու կայֆ կստանաս, եթե նման գիտարով նվագես, օ, դեզ ես եմ նվագում ջոկի, այս լեգենդար երգը ես նվագեցի։ Քան խոսքի պրոստը լսես էդի։ Փորձած կամ, բայց պալբոմում այն երաժշտական այդ բեքգրաունդը, որ խոսքի ես լսել եմ, իրանք ազդեցություն ունեն, այսինքն եթե ես նստեմ գիտարով ինչ-որ նոր բան փորձեմ հորինեմ, ինքը իմ լսած խմբերի ինչ-որ մեկի սթայլի նման առնելու։ Ինչ-որ նոր ամուծություն երաժշտության մեջ, ինձ թվում է ոչ միայն ես չեմ կարող, նաև շատ մարդիկ այդքան էլ չեն կարող, որովհետև ինձ թվում է երաժշտությունը ինչ-որ պաթոլոգիա է հասել։ Խմիչքային կոկտեյլներից ես հենց միքսոլոգիայի մեջ շատ խորացած չեմ կարող քեզ կոնկրետ ասեմ պաթոլոգին հասել են թե չէ, ենթադրաբար հա։ Հորինելուց էլ ինչ-որ ծանոթ բանը դուրս գալի ավելի շատ։ Ձիժքը, սթայլը, այն խմբերի, որոնք ես շատ եմ լսում, թե ամեն օր եմ լսում, իրանց ավելի շատ նման է։ Հա, բնականաբար։ Ամ մտածում ես, այստեղ խոսքի որ սենց անեի, ավելի կդզեր, որ խոսքի ես սենց նվագեի, կամ էլ խոսքի այդ երաժիշտի նվագացի պարտիան մի քիչ դժվար, մի քիչ հեշտացնում ես, որ քեզ ավելի կոմֆորտ լինի նվագելը տենց։ Պարտադիր չի հենց ոնց նվագած է, նենց պետք է նվագես։ New school blues, random authentic։ Չէ, blues բնականաբար, բայց դա ինչ ձևի sound ունենա այդ blues-ը, դա համար տենց մի քիչ ավելի թարմ տեսք ունեցող blues, բնականաբար երեկոյ։ Ու իմ համար, իմ աշխարհտեսությունով ակտիվություն ու սենց ավելի շատ սենց chill հանգիստ, այսինքն բոդրեստ, առավոտը խոսքի բան ակտիվ եմ ես, ակտիվ երաժշտություն եմ ուզում լսել, բան։ Իսկ երեկոյան ավելի սենց ավելի հանգիստ, սենց նստեմ, վայելեմ, խոսքի
Տենց այդ տարբերությունը։ Բարն էլի որպես բարմեն դու կենտրոնում ես ուշադրության, բնականաբար ինքնահաստատման տեղ է, որ խոսքի սա քեզ է նայում, դու ինչ ես անում, ոնց ես անում, խոսքի ինչ-որ ֆինտերով կակտել ես արքեցի բանման, ինձ բնականաբար խոսքի նայում են, ասում են, օ, դզեց ես մարդը, դզեց։ Երաժշտությունով էլ ես չի մենակ տանն եմ նվագում էլի, այսինքն կարամ գիթարը բերեմ ստեղ, բարում նվագեմ, էլի մարդկանց ուշադրության կենտրոն, ամել տանը նվագելով այդ ամեն ինչը նկարեմ, գցեմ ինչ-որ Instagram, չգիտեմ, այդ էլ ուշադրության կենտրոնն է դուրս գա։ Ինչ ես անում ու ինչքան լավ ես դա անում։ Ուրիշ երկրում ինձ թվում է։ Ամերիկա երևի ավելի շատ։ Դա American Dream-ը որ ասում են, այդ մի քիչ կրինժովի շաբլոն բան է, ինչու՞, բայց չգիտեմ, ինձ հետաքրքրող երկիր է։ Որ գնան Ամերիկա, ամեն ինչ լավ ալնելու, փողը ամեն թեթև բանից գալու է, ինձ թվում է դա American Dream-ը էլի։ Adekvat հասարակությունը Ամերիկայի խոսքի, Ամերիկայի այդ շինություններ, տեսք-բնություն, ինձ ավելի շատ է սիմպաթիզերված։ Էլի գերիշխող տհաճ սուբկուլտուրաներ, խոսալով, այսինքն ինչ-որ նենց խորհուրդ են տալի, ու դաժե մի քիչ ավելի շատ նասիժ դայոշի, որ ապե տենց արա, լուչե տենց անես, արա տենց, ու պրիտոմ ես գիտեմ, որ էդի իմ համար չի, հիմար սխալ է, հիմար ճիշտ ճանապարհ չի, այդ մոմենտն է ավելի շատ, ես չեմ ընդունի էդի։ Հա, ու շատ են տենց մոմենտ, իրանք ինչ-որ տեղ լսել են, կամ իրանք ինչ-որ մեկը ասել է, իրանք սեփական կարծիք չունեն, ասել են լավ դե օքեյ, ուրեմն տենց է պետք, ես տենց իմ կյանքը կգծեմ, այսինքն հեշտ գուբկայի նման մի անգամից քաշել են այդ ինֆորմացիան, всё։ Դա միակ ճիշտ է, ես всё իմ մտածելակերպը չեմ փոխի այդ ուղղությամբ, այդ շատ պարզ օրինակ օպերացիա էլի, շատ գրուբի։ Ես տենց չեմ մտածում, որ էներգիա դնեմ մի հատ մարդու հասկացնեմ, որ չէ դու սխալ ես, չէ սենց պետք է։ Տենց բան կյանքում ես չեմ անի, էլի։ Խոսքի խորհուրդ է, օքեյ, կարաս լսես, կարաս չէ։ Ու այդ իմաստով, որ ես տենց բան չեմ անի, ես չեմ հասկանում իրանց, համար չեմ կարող ինչ-որ ձև ասեմ։ Ես չեմ ասի, ապա հետաքրքիր չի ինձ քո ասածը, շո գրանից ես դրեցի, տիպը։ Ես դες բան չեմ ասել, կասեմ, հա, օքեյ, ոսկի դու քո ասելը նա ասա։ Արդեն ինձանից է կախված, ես ընդունում եմ իր ասածը, թե չէ։ Դե բնականաբար մյուս մարդուն արդեն վնաս պատճառել, խանգարել, այսինքն վնաս պատճառելը չեմ ասում ինչ-որ մատերիալնի դաժե, մորալնի ծուղքի։ Որ մարդը ազատություն ունի, այն չափով, երբ որ արդեն սկսում է մյուս մարդու ազատությունը։ Դիմացինի ազատությանը չմտնի արդեն։ Հա, յան տուր էլի, ես կջոգ եմ ոնց եմ անում։ Այն խաղն է, խաղի մեջ էլ ովի շատ կրվար, թազա խաղ կսարքես, կխաղաս, անցածի սխալներդ կաշխատես սմի, արդեն թույլ չտաս։ Այսինքն ավելի շատ կներվես, երբ որ խաղում էի, էլի, քեզ վերցնեմ պուլտը ձեռքից։ Էսա պրստեմ, դնեմ, դու արի խաղա։ Դժվար, ցա, բայց ոնց որ ավելի շատ գիտական տեսանկյունից եմ նայում, իմաստ փնտրելը տեղ պետք չի։ Այսինքն պրոստը դու բնության երևույթ ես, խոսքի կաս։ Պրոստը նենց ապրի, որ հաճելի լինի, մի հատ է։ Պրոստը հաճույքով ոնց ես ճանապարհ։